Ձեզ էլ է հետաքրքիր արհեստական բանականությունը ինչ փոփոխություններ է բերել բժշկության ոլորտ։ Աշխարհում արդեն խոսում են արհեստական բանականության հիվանդանոցների ու բժշկական չաթբոտ օգնականների մասին։ Արհեստական բանականության հիվանդանոցներում բուժառուներին խնամելու ու բժիշկների աշխատանքը բարելավելու համար արհեստական բանականության տարբեր գործիքներ են օգտագործվում։ Այս տերմինը կիրառվում է նաև ապագայի բժշկության մասին խոսելիս։ Ինչպես շատ ոլորտներում, բժշկության մեջ էլ մասնագետները շեշտում են, արհեստական բանականությունը չի գալիս բժիշկներին փոխարինելու, այլ կիրառվում է նրանց աշխատանքը բարելավելու համար։ Բժշկության ոլորտում արհեստական բանականության բերած փոփոխությունների մասին զրուցել ենք հետազոտող Զավեն Նավոյանի հետ։ Ես չեմ կարծում, որ բժշկության այն ընդունված ձևը, որ մենք հիմա պատկասում ենք, լուրջ փոփոխության կենթարկվի արհեստական բանականության մուտք գործելուն ծնգընթաց, բայց մյուս կողմից ես տեսնում եմ հստակ միտումներ, որ ԱԲ-ի հիման վրա ստեղծած գործիքները կարող են կիրառվել բժշկության մեջ, MRT կամ ռենտգենային պատկերների կամ ասենք ԿՏ պատկերների ուսումնասիրությունը արդեն ես հաճախ տեսնում եմ, որ կատարվում է ԱԲ-ի արհեստական բանականության կողմից, քանի որ վերջինիս ավելի հեշտ է ու ավելի էֆեկտիվ կարող է նկատել նրբագույն փոփոխությունները պատկերի, քան միջին ստատիստիկ մարդուն։ Կարծում եմ այդ ձևի գործիքակազմը շատ կօգնի բժիշկներին իրենց գործում ու վերջնական դիագնոզ դնելու process-ում։ Քանի որ արհեստական բանականության հիմքում տվյալներ են, դրանց անհասանելիությունը կարող է խոչընդոտել բժշկության մեջ AI տեխնոլոգիաների կիրառմանը։ Կարճ ասած, եթե հետազոտողները չունեն հիվանդությունների զարգացման մասին տեղեկություններ, ապա ալգորիթմները չեն կարող աշխատել։ Աշխարհում առաջատար բժշկական հաստատություններից մեկը Mayo Clinic-ն օրինակ տարբեր նախագծեր է իրականացնում համագործակցելով գիտական խմբերի հետ։ Բժշկության մեջ անընդհատ տվյալներ են հավաքվում բուժառուների մասին։ Դրանք վերլուծելու եւ արհեստական բանականության սեփական մոդելներն ունենալու համար բուժ հաստատությունը այս ամիս Cerebras Systems-ի հետ նոր համագործակցության մասին հայտարարեց, շեշտելով, որ տեխնոլոգիաները բժշկական որոշումներ չեն կայացնի։ Դա դեռ կանեն բժիշկները։ Mayo Clinic-ի ռազմավարության գծով տնօրեն Մեթյու Քալստրոմը Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ որոշումներ կայացնելու համար շատ մեծ փորձ է պետք։ Դրա համար հենց օգնության է գալիս արհեստական բանականությունը, որը տեսականորեն ավելի շատ տվյալներ ունի հիվանդությունների մասին, քան մասնագետները կարող են իրենց աշխատանքում կամ հետազոտելիս հանդիպած լինել։ Անհատականացված բժշկությունն է, երբ որ դեղերը տրվում են կոնկրետ հաշվի առնելով մարդու գենետիկան եւ այլ տվյալ հիվանդի պարամետրեր, հայտնի է, որ գենետիկ ինֆորմացիան մեծ քանակությամբ ծավալ է իրանից ներկայացնում, ու այդ ծավալը հնարավոր է ուսումնասիրել տարբեր տիպի արհեստական բանականության կամ այլ կոմպլեքս ալգորիթմերի միջոցով, ու այդ անալիզի հիման վրա բժիշկը կարող է որոշակի սպეციფიկ բուժում նշանակել տվյալ անհատին։ Նախորդ շաբաթ Google-ը ներկայացրեց իր բժշկական չաթբոտը։ Ընկերությունը խորհուրդ է տալիս գանգատները պատմել արհեստական բանականությանը, խոստանալով բժշկական այնպիսի խորհրդատվություն, որը մյուս չաթբոտերը չեն կարող ապահովել։ Նոր տեխնոլոգիաների հիմքում իրական պատմություններ եւ տվյալներ են, բայց նաեւ պետք չէ մոռանալ ռիսկերի մասին։ Ինչ են անում չաթբոտերը, կամ ասենք նույն OpenAI, Google, իրանք վերցնում են ամբողջ ինտերնետում հասանելի ինֆորմացիան ստանում են, ու այդ ինֆորմացիայի հիման վրա սովորեցնում են արհեստական բանականության ալգորիթմերը։ Հիմա թե ինչ ինֆորմացիա կստանան կամ ինչ ինֆորմացիա կվերցնեն, իրանք էլ դա չեն կառավարում, այսինքն ինչ կա դա էլ վերցնում են։ Հիմա տեղ մի կողմից լավ է, որ հնարավորինս ամեն ինչ կա, այսինքն ամեն ինչ ասելով բոլոր երկրների եւ բոլոր մշակույթների եւ բոլոր տարբեր տիպի բաց ինֆորմացիա կա, բայց մյուս կողմից կրկնվեմ, որ դա որոշակի ռիսկեր է պարունակում։ Մասնապես ավելացնում եմ, որ ես ինքս տեսել եմ դեպքեր եւ արհեստական բանականությամբ շատ վստահ, այսպես ասած, տոնով պատասխանում է մի բան, որը սխալ է։ Խոսքը արհեստական բանականության հալյուցինացիայի մասին է։
Եկեք տեսնենք այն ինչ է։ Արհեստական բանականությունը հալյուցինացիա կարող է առաջացնել, ստեղծելով կեղծ կամ անտրամաբանական տեղեկատվություն, որը հիմնված չէ իրական տվյալների կամ իրադարձությունների վրա, բայց ներկայացվում է որպես փաստ։ Դե այսօրվա համար էլ այսքանը։ Իսկ դուք բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին նոր հաղորդումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք։ Գնամ սիմպտոմներս Google-ը։